Պատմության 24-ամյա ուսուցիչ Կարպիս Փաշոյանն արդեն մոտ 1 շաբաթ ստիպված է հեռակաշփվել աշակերտների հետ։ Դպրոց մտնելու հնարավորություն չունի, պնդում է հանրապետական տնօրենը նրան անցանկալի անձ է համարել, երբ ինքը հրապարակավ ընդդիմացել է Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին, հետո էլ կռիվ է տվել կեղծիքների դեմ։ Դասղեկներին հրահանգել է, որպեսզի հանդիպում ունենան ծնողների հետ, ես հրաժարվել եմ, դեռ ավելին արդեն դպրոցից դուրս ծնողներն ասում են գնացեք եւ քվեարկեք ոչ։ Չայլևս չէին ուզում ինձ տեսնել կոլեկտիվում։ Ամիսներ շարունակ նախազգուշացումներ է ստացել տնօրենից իշխանությունների դեմ բողոքի ակցիաներին չմասնակցել, չի ենթարկվել։ Ավելին, աշակերտներին է հորդորել անտարբեր չմնալ Հայաստանի նորագույն պատմությանն ու տեր կանգնել իրենց իրավունքներին։ Գնում եմ եւ քվեարկեմ ոչ։ Պատմության դասերը նպաստել են երեխաների մոտ այն մտածելակերպին, որ յուրաքանչյուր փաստի պետքա վերաբերվել քննադատաբար։ Փաշոյանի առջև փակված դպրոցի դուռն այսօր մեր առջև էլ չբացվեց։ Ասացին, տնօրեն Ռիմա Դավթյանը դասալսման է, հետո էլ թե տեղում չէ։ Կմոտենաք մեկը դռան մոտ։ Հիմա չեք բացելու դուռը։ Ճաղերից այն կողմ աշակերտներն այսօր էլ շարունակում են պայքարել։ Փաշոյանը ցույց տվեց հեռախոսով ուղարկված նկարներ, պատերին իր ազգանունով փոքրիկ թռուցիկներ են, որ շատ կարճ են մնացել, մի քանի րոպե։ Փաշոյանի Facebook-յան էջն էլ չի լռում։ Աշակերտները ետ են կանչում, նախկին գործընկերները նույն համառությամբ մեղադրում շարունակական բացակայությունների եւ ուշացումների համար։ Քանի որ իմ փոխարեն դաս պարապել, նկատի ունեն իրականում դասացուցակը փոխել։ Այսինքն եթե ես պետքա գնայի առաջին ժամ, իրենք ինքն է պետքա պարապի 3-րդ ժամ, իր առաջին ժամը փոխում ենք իմ 3-րդ ժամի հետ։ Դասերից անհարկի առանց զգուշացնելու բացակայել եմ, աշխատանքի չեմ ներկայացրել 3-ից 4 անգամ։ Առաջին անգամ բերման եմ ենթարկվել, ամբողջ գիշեր անցկացրել եմ ոստիկանական բաժանմունքում։ Փաշոյանը չի ափսոսում կայացրած որոշումների համար։ 1 տարվա ընթացքում սովորեցրել է աշակերտներին պատմությունը միանշանակ չընդունել, քննադատաբար մոտենալ թե ռազմավարական դաշնակիցներին, թե պատմական իրադարձություններին։ Ռուսաստանի հետ կապվածության տրկամիտ մոտեցումը այս միշտ փորձում է երեխաներից արմատախիլ անել եւ այդ ամեն ինչը նպաստել է, որպեսզի երեխաների մոտ նման տրամադրություններ ձևավորվեն։ Ես երբևէ չեմ զբաղվել իշխանությունների կողմից այդ հռչակված ռազմահայրենասիրական դաստիարակությամբ։ Փաշոյանը հետապնդումների մասին ահազանգող միակ ակտիվիստը չէ։ Դեկտեմբերի 6-ին ընտրատեղամասերից մեկում քվեարկության ընթացքը դիտարկած ծրագրավորող Արսեն Օհանյանը եւս պնդում է, գործազուրկ է դարձել քաղաքական հայացքների պատճառով։ Ազատության հետ զրույցում Արսենն ասաց, որ IT ոլորտում ծառայություն մատուցող ընկերության ղեկավարներն աշխատանքից ազատելու 2 պատճառ են բերել, որոնցից մեկը եղել է նրա ընդդիմադիր գործունեությունը։ Քանի որ դու ակտիվ քաղաքացիական կյանք ես վարում, իսկ մեր հաճախորդները, մեր աշխատանք բիզնեսի հաճախորդների մեծ մասը օլիգարխներ են ու իրենց բիզնեսներն են, քո աշխատանքը, քո սպասարկումը այդ բիզնեսներին արդեն ոնց որ անվստահության պատճառ կարա դառնա ու նաև այդ ակտիվ քաղաքացիական գործունեությունը դիր մի կողմ, այլապես մեր մոտ չես կարող աշխատես։ Դա ես էլ ընտրեցի երկրորդ տարբերակը։ Արսենի գործատուն Գոռ Իսավերդյանը ազատության հետ զրույցում ասաց, երիտասարդը պարզապես փորձաշրջան է անցել եւ չի կատարել տրված առաջադրանքները այլ գործերով զբաղվելու պատճառով։ Հասկացանք, որ մարդը լրիվ ուրիշ գաղափարներ ունի։ Մենք դա ողջունում ենք։ Իմ համար իրականում կապ չունի, եթե աշխատանքի 80%-ը գիտառը նվագում, թե ակտիվիստություն է անում, դա իր գործն է, իր խնդիրն է, ինքը իմ բիզնեսը հետաքրքրում։